վերջին օրերին շատ ակտիվ քննարկում է նախաձեռնել Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանը, փորձում է բացել հոգեվորականության եւ ամենայն հայոց կաթողիկոս արդյոք խախտել են կուսակցության ուխտը թե ոչ։ Սա դուք արդյոք դեռ իհարկե Սփյուռքի մեր հայրենակիցների մոտես եկեղեցի պետությունը, հակամարտությունը արդյոք տարակուսանք չի առաջացրել դրսում, ինչպես են արձանագրում։ Իհարկե պետք է նորից կրկնեմ, որ Սփյուռքը այսպես մեկ միասնություն չի, բայց կարծեմ ձեր հարցի մեջ դա արդեն գիտակցված էր։ Գիտեք, Սփյուռքում կան տարբեր խմբեր, տարբեր անհատներ, խոսքը գնում է ի վերջո միլիոնավոր մարդկանց մասին, հազարավոր կազմակերպությունների մասին, ամեն տեսակի մոտեցում էլ կա։ Կան մոտեցումներ, որոնք անվերապահորեն համաձայն են վարչապետի արտահայտած մտքերի հետ, կան կազմակերպություններ, որոնք տարակուսանք ունեն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի այս գործելավոճի տարակուսանք է առաջացել։ Չէ, ես այլ կերպ պատասխանեցի, չէ, ասեցի, որ կան շատ խմբեր եւ անհատներ, որոնք շատ նորմալ են սա համարում եւ ուշացած են համարում, եւ կան անհատներ եւ խմբեր, որոնք տարակուսանք են զգում։ Ինչի մասում են տարակուսանք։ Ձեր հարցին պատասխանում եմ, այն հարցով, որը դուք տվեցիք։ Այսինքն մի մասը կողմ են, մի մասը տարակուսած։ Այո, կան եւ կողմ եւ դեմ մարդիկ։ Բայց դուք այնուհանդերձ չեք կարծում, որ այսպիսով եկեղեցին հարված է հասցնում բանսին։ Անկեղծ ոչ, չեմ կարծում։ Իմ կարծիքով նախ հիշենք, որ եկեղեցին դա ժողովուրդն է, եկեղեցին այն անձինք են, որոնք ձևավորում են, այն ժողովուրդն է, որը ձևավորում է եկեղեցին, այսինքն եկեղեցին ինչ որ շինություն չէ, եկեղեցին ինչ որ հիերարխիկ վերնախավը չէ, եկեղեցին ժողովուրդն է։ Հետևաբար հարված նման քննարկումները չեն կարող հասցնել եկեղեցուն։ Եկեղեցուն հարված են հասցնում այն անձինք, որոնք գտնվելով այդ հիերարխիայում վարկաբեկում են եկեղեցուն եւ վարկաբեկում են եւ արհամարում են հենց եկեղեցու ներքին կանոնակարգերը։ Բայց հիմա խնդրահարույց չէ վարչապետի հարյուրախառ գրառումները, եթե խնդիրը արկա է, դրանց պետք է տալ լուծում, ոչ հրապարակային հարյուրախառը, ոչ մեղադրանքների օրինակ կենակցելու խնդիրը այդտեղ է, օրինակ դուք երբ որ կարդացիք Նիկոլ Փաշինյանի գրառումը Սրբազանի, X Սրբազանի նրա քերակնորը տոմփելու վերաբերյալ, ձեզ մոտ բան չառաջացա։ Վարչապետը ինքն է արտահայտվել այդպես, նա արդեն բացատրել է, թե ինչ է ասել, ես դրա կարիք չեմ զգում ինքս մեկնաբանելու, ես մի բան գիտեմ, որ կան բացահայտ խնդիրներ կապված եկեղեցական վերնախավի հետ, որոնք ակնառու են ոչ միայն Հայաստանի ժողովրդին, դա պարզ է, բայց ակնառու են նաև Սփյուռքի հսկայական մի մասի համար եւ այս գործընթացը տեղի է ունենում, սա նաև ըստ իս նաև պետության կայացման անհրաժեշտ փուլերից մեկն է, երբ որ բոլորը պետությունում իրենց պատասխանատվությունների մասով եւ իրենց պարտավորությունների մասով հաշվետվություն պետք է տան հայ ժողովրդին։ Շնորհակալություն ձեզ։